Հարգելի ձկներ, եկեք տեսնենք ինչպիսին կլինի ձեզ համար օգոստոս ամիսը եւ ձեր հորար քարտեզը դարձյալ պատրաստ է, ուրեմն ձեր ամենօրյա գործերի սա աշխատանքի մասին է, 6-րդ տան, ուրեմն 6-րդ տանը առկա է մոլորակների կուտակում, որտեղ Մերկուրին դարձյալ գտնվում է հետընթաց վիճակում եւ աշխատավայրում պարտականություններ, կտրուկ ուրեմն կավելանան պատասխանատվության զգացողությունը, սակայն դուք կլինեք ուշադրության նաև կենտրոնում։ Հետընթաց Մերկուրին հուշում է նոր գործեր սկսելու փոխարեն ստիպված կլինեք վերադառնալ հին նախագծերին, ուղղել նախկինում արված ձեր սխալները եւ վերակազմավորել ավելի շուտ աշխատանքային թղթաբանությունը։ 10-րդ տան սահմանին, ուրեմն գտնվող մոլորակների ասպեկտները հուշում են, որ ձեր երկարատև ջանքերը շուտով կնկատվեն եւ ղեկավարության եւ հաճախորդների կողմից։ Տեսեք, ֆինանսական հարցերում կանխատեսելի է ձեր եկամուտները եւ կայունություն է սպասվում, խոստանում է ձեր 3-րդ տանը գտնվող ուրեմն ցուլ լուսնային հանգույցը, որը հուշում է, որ եկամուտները կապված կլինեն տեղային առևտրի, բանակցությունների կամ կարճ ուղևորությունների հետ։ Ծախսերը, բայց պետք է վերահսկվել, քանի որ առաջի տանը գտնվող Սատուրնը ձեզ դարձնում է ավելի լուրջ, խնայող, դուք հանկարծ կլինեք խուսափեք դատարկ ծախսերից եւ հետընթաց Մերկուրիի պատճառով հեռու կմնաք խոշոր, այսպես թանկարժեք կամ արժողություն ունեցող այսպես գնումներից։ Ձեր անձնական կյանքում սպասվում է գրքեր եւ անսպասելի ռոմանտիզմ, սիրո ժամանցի ստեղծագործության հետ կապված 5-րդ տանը Խեցգետին Մարսի եւ Ուրանի հզոր միացությունը կարող է անձնական կյանքում իսկական հեղաշրջում ձեր մոտ առաջացնել, միայն ձկների համար հնարավոր է հանկարծակի բուռն էմոցիոնալ ծանոթություն, սա միայնակների համար։ Եթե արդեն ունեք զուգընկեր, ուրեմն 5-րդ տան անկանխատեսելի էներգիան կարող է բերել խանդի տեսարաններ կամ էմոցիոնալ պոռթկումներ, փորձեք կառավարել ձեր զգացմունքները եւ հարցերը լուծել խաղաղ ճանապարհով։ Ինչ վերաբերվում է առողջությանը, ապա 6-րդ տան մոլորակային, ուրեմն գերբեռնվածությունը պահանջում է, որ դուք առաջնահերթությունը տաք ձեր ինքնազգացողությանը, սա հիանալի ժամանակ է բժշկական հետազոտություններ անցնելու, հին քրոնիկ հիվանդությունների, ուրեմն բուժումը վերսկսելու կամ դիետաներ պահելու համար։ Ուրեմն աշխատանքային մեծ ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր է էներգիայի անկում եւ մի փոքր սթրեսային վիճակ, դա կարող է նաև ազդել ձեր մարսողական համակարգի վրա։ Տիեզերքը ձեզ խորհուրդ է տալիս, որ ժամանակն է կերտել նոր եւ հաստատուն ինքնուրույնություն, ուրեմն ձեր առաջին տան անհատականության, ուրեմն գտնվող Սատուրնը եւ հետընթաց Նեպտունը ձեզանից պահանջում են դուրս գալ պատրանքներից եւ դառնալ ավելի ինքնուրույն եւ պատասխանատու։ Տիեզերքը հուշում է, որ դուք ունեք բավարար ուժ եւ ձեր կյանքը եւ սեփական կանոնները կառուցելու համար։ Անակնկալը կարող է կապված լինել ուրեմն անցյալում կիսատ թողած հոբբիի, ստեղծագործական նախագծի կամ հին աշխատանքային առաջարկի վերադարձի հետ, որը հիմա ձեզ մեծ ուրախություն եւ ինքնահաստատման հնարավորություն կտա շնորհիվ 6-րդ տան հետընթաց Մերկուրիին։ Տեսնում եք, որ միշտ չի, որ Մերկուրին հետընթացա վատ է։ Զգուշացեք հապճեպ էմոցիոնալ որոշումներից եւ ռիսկային քայլերից։ Մարս-Ուրան միացությունը ձեր 5-րդ տան մեջ դարձնում է չափազանց ազարտային եւ իմպուլսիվ։ Խուսափեք արագ ու հեշտ հաջողության հասնելու կասկածելի արկածներից կամ սիրային թեժ վեճերից, քանի որ հետընթաց Մերկուրին ուրեմն այդ շրջանում թույլ տված ձեր սխալները հետագայում երկարատև հետևանքներ կարող են ունենալ կամ շտկելու հնարավորություն առհասարակ կարող եք չունենալ։ Այսքանը։